Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք շարունակում ենք քննարկել տարատեսակ հարցեր կապված խմորեղենի հետ։ Այսօր ինչ անել, եթե մեղրով տորթի խմորը շատ պինդ է ստացվել և չի համապատասխանում բաղադրատոմսին։ Սովորաբար մեղրով խմորը հաճախ ստացվում է պինդ այն դեպքում, երբ ալյուրը մի փոքր շատ է լինում կամ երբ մեղրը և շաքարավազը կրակի վրա երկար են մնում։ Քանի որ խմորը պինդ է, այն ավելի հեշտ կլինի բացել շատ բարակ շերտերով։ Բարակ շերտերը ավելի լավ կներծծեն կրեմը։ Երկրորդ, օգտագործեք թթվասերային կամ սերուցքային թեթև կրեմ և սովորականից մի փոքր ավելի շատ քսեք շերտերին։ Թողեք տորթը սենյակային ջերմաստիճանում ամենաքիչը 3-ից 4 ժամ, որպեսզի շերտերը փափկեն, իսկ հետո նոր դրեք սառնարան։ Եթե խմորը պինդ է ստացվել, ձեզ անհրաժեշտ է այնպիսի կրեմ, որը պարունակում է բավարար խոնավություն շերտերը ներծծելու, փափկեցնելու համար։ Ամենաարդյունավետ տարբերակը դասական թթվասերային կրեմն է, բայց մի փոքր գաղտնիքով։ Այս կրեմը հիանալի է, քանի որ թթվասերի թթվայնությունը քայքայում է պինդ խմորի կառուցվածքը, դարձնելով այն հալչող։ Հիմա բաղադրությունը։ Թթվասեր վերցնում եք 20-ից 25% յուղայնությամբ 800 գրամ, շաքարի փոշի 1,5 բաժակ ըստ ճաշակի, վանիլինը 1 տուփ, կիտրոնի հյութ 1 թեյի գդալ։ Այն օգնում է, որ կրեմը ավելի խորը ներծծվի։ Ինչպես ենք պատրաստում։ Թթվասերը հարեք շաքարի փոշու և վանիլինի հետ մինչև միասեռ դառնալը։ Եթե թթվասերը շատ ջրիկ է, մի անհանգստացեք, պինդ խմորի համար դա նույնիսկ լավ է։ Եթե խմորի շերտերը շատ չոր են ստացվել, նախքան կրեմ քսելը կարող եք դրանք թեթևակի ցողել մեղրաջրով, որը բացում եք տաք ջուր և մի քիչ մեղր, երկուսի համադրությունը։ Յուրաքանչյուր շերտին քսեք սովորականից ավելի շատ կրեմ, պինդ խմորը կուլ է տալու խոնավությունը։ Տորթը հավաքելուց հետո այն մի դրեք սառնարան անմիջապես, թողեք սենյակային ջերմաստիճանում 4-ից 5 ժամ, սա թույլ կտա կրեմի ներծծվել։ Միայն դրանից հետո տեղափոխեք սառնարան ամբողջ գիշեր։ Հիմա լրացուցիչ հնարք։ Եթե տեսնում եք, որ շերտերը շատ պինդ են, կրեմի մեջ ավելացրեք 200 գրամ հարած սերուցք 33-ից 35%։ Սերուցքը կրեմը ավելի թեթև ու թափանցող կդարձնի։ Մեղրաջրով ներծծումը ամենաարագ միջոցն է այն փափկեցնելու համար, սա կօգնի, որ շերտերը ոչ թե ուղղակի կրեմով պատվեն, այլ ներսից խոնավանան։ Ինչպես եք պատրաստում մեղրաջուրը։ Տաք ջուր, եռացրած 150 մլ, մեղր 1 ճաշի գդալ և կիտրոնի հյութ 1 թեյի գդալ ըստ ցանկության, թարմություն տալու համար։ Ինչպես ճիշտ կիրառել։ Տաք ջրի մեջ լուծեք մեղրը և ավելացրեք կիտրոնի հյութը։ Թողեք մի փոքր հովանա, պետք է լինի գոլ վիճակում։ Նախքան կրեմը քսելը, վրձնի կամ գդալի օգնությամբ թեթևակի թրջեք յուրաքանչյուր շերտը։ Հիմա զգուշացում։ Մի չարաշահեք, որպեսզի տորթը չդառնա շատ թաց, շիլա չստացվի։ Կրեմը քսեք անմիջապես։ Մեղրաջուրը քսելուց 1-ից 2 րոպե անց արդեն կարող եք քսել թթվասերային կրեմը։ Երբ խմորը շատ պինդ է ստացվել, լրացուցիչ հնարք կրկին։ Եթե շերտերը թխելուց հետո դարձել են թվացքաբլիթի պես կարծր, ապա մեղրաջուրը քսեք երկու կողմից էլ, դա կերաշխավորի, որ տորթը լինի նուրբ և հալչող։ Եթե ձեր կրեմը շատ ջրիկ է ստացվել, ապա մեղրաջուրը օգտագործեք շատ քիչ քանակությամբ, քանի որ կրեմը ինքնին կկատարի այդ դերը։ Այս ամենից հետո տորթը ստացվելու է շատ ավելի համեղ, քան սովորական տարբերակը։ Այսօր բարեկամներ ես ներկայացրեցի ինչպես փրկել թանձր ստացված խմորը, որը չի համապատասխանում բաղադրատոմսին, ինչպես փրկել խմորը։ Փրկում ենք այս տարբերակով կրեմների միջոցով։
Մեկ այլ տեսահոլովակում գուցե ես ներկայացնեմ այլ միջոցներ առանց մածունի պատրաստած խմորը փրկելու համար ինչ անել, եթե շատ թանձր է ստացվել, կրկին չի համապատասխանում բաղադրատոմսին։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։